Ինչպես շունը և գայլը դարձան թշնամիներ։ Մի հարուստ գյուղացի շատ ժլատ կին ուներ։ Այս կինը դողում էր ամեն մի գրոշի վրա և նույնիսկ ափսոսում էր շանը կերակրել։ Խեղճ շուն, սոված, նիհար, ամեն օր դաշտերում ու անտառներում թափառում էր, որ ուտելու բան գտնի։ Մի անգամ շունը հանդիպում է գայլին։ «Էս ոնց ես նիհարել, շուն», զարմանում է գայլը։ Ոնց չնիհարեմ, մեր տանտիկինը ինձ չի կերակրում։ Նրանք երկուսով մտածում են, թե ինչ անեն, որ դրա հախից գան։ Վերջապես գայլն ասում է. «Վաղը քո տիրոջ կինը կգնա լոբի քաղելու, դու էլ նրա հետ կգնաս», ասում է նա։ Նա երեխային էլ կվերցնի հետը, իսկ որպեսզի երեխան իրեն չխանգարի, նրան կնստեցնի առվի ափին։ Երբ նա սկսի լոբի քաղել, ես կմոտենամ ու երեխային անտառ կփախցնեմ։ Դու կնետվես իմ ետևից, միայն թե շուտ-շուտ կսայթաքես, որ տիրոջդ կինը տեսնի, թե քո վրա հալ չի մնացել։ Անտառում դու ինձ կհասնես, երեխային կվերցնես ու կբերես կտաս մորը։ Դրանից հետո նա կսկսի լավ կերակրել քեզ։ Ինչպես որոշում են, այդպես էլ անում են։ Մյուս օրը ճաշից հետո տանտիկինը գնում է լոբի հավաքելու և երեխային էլ հետն է տանում։ Երեխային դնում է խոտերի վրա, իսկ ինքը սկսում է լոբի հավաքել։ Հենց այդ ժամանակ գայլը դուրս է թռչում թփերի միջից, բռնում երեխային ու փախչում անտառ։ Երեխան ճչում է, ճղվում, բայց գայլը ամուր բռնում է նրան։ Մայրը գլուխը բարձրացնում է ու վախից իրեն կորցնում։ Ոնց հասնի գայլի ետևից։ Վերջ, երեխան կորած է։ Նա սկսում է աղիողոր մլաց լինել։ Մեկ էլ տեսնում է, որ շունը վազում է գայլի ետևից, հետո սայթաքում է, ընկնում, նորից է վեր կենում վազում և նորից է սայթաքում, հետո նորից կրնկակոխ վազում։ Հալ չկա խեղճ շան վրա, լալիս է տանտիկինը։ Գայլն ու շունը անհետանում են անտառում, իսկ կինը սարսափից չի իմանում ինչ անի։ Եվ հանկարծ անտառից դուրս է թռչում շունը, երեխան ատամների մեջ պահած։ Ուրախացած տանտիրուհին չի իմանում, թե ոնց շանը պահի, ինչ պատիվներ տա։ Այդ օրվանից շունն ապրում է դրախտային կյանքով։ Քեֆն ուզածի չափ ուտում է, հետո քնում։ Ավելի լավ կյանքի մասին երազել էլ չէր կարող։ Բայց շունը չէր մոռանում իր նախկին դառը կյանքը և ամեն կերպ ուզում էր գայլին հատուցել նրա լավության դիմաց։ Իսկ աշնանը շան տիրոջ տանը հարսանիք են անում, և շունը գայլին հրավիրում է հարսանիքի։ Գայլը գալիս է երեկոյան, բայց վախենում է տուն մտնի։ Նստում է դարպասների մոտ և սպասում շանը։ Շունը գայլին խրճիթ է բերում և թաքցնում մահճակալի տակ։ Հետո այնքան համեղ բաներ է բերում գայլի համար, որ խեղճը այդքան չէր կարող ուտել։ Կուշտ ուտում ու խմում է գայլը և հարբում է։ Այնպիսի մի ոռնոց է գցում մահճակալի տակից, որ հյուրերը լսում են։ Եվ ինչ իրարանցում է սկսվում։ Հյուրերը զվարճանում են. «Այ քեզ բան, այս քոսոտ հարբած գայլը իրենց հետ քեֆ է անում, այ քեզ բան»։ Ամեն մեկը մի փայտ է վերցնում և հարձակվում խեղճ գայլի վրա։ Հազիվ գայլը դուրս է պրծնում նրանց ձեռքից և փախչում անտառ։ Ճանապարհին նրա հարբածությունը անցնում է։ Նա մտածում է, որ շունը դիտմամբ է սարքել այդ ամենը և երդվում է այլևս բարեկամություն չանել շան հետ։ Եվ մտքով էլ չի անցնում, որ ինքն էր ամեն ինչում մեղավոր։ Ո՞վ էր իրեն ասում, որ այդքան շատ խմեր ու գոռգոռոց գցեր։
Թափառում է գայլն անտառում, զորք է հավաքում, հանդիպում է արջին։ «Չեք գա ինձ հետ կռիվ գնանք շան վրա, նա ինձ խաբել է», ասում է գայլը։ «Կգամ, քո զորավարը կլինեմ», պատասխանում է արջը։ Գնում և հանդիպում են վարազին։ «Արի մեզ հետ կռիվ գնանք շան վրա», ասում է գայլը։ «Լավ, կգամ», համաձայնվում է վարազը։ Երեքով գնում են, մեկ էլ հանդիպում են նապաստակին։ Գայլը նապաստակին էլ է ասում. «Արի մեզ հետ, մենք շան վրա կռիվ ենք գնում»։ Դե թե նապաստակը ոնց է սիրում շանը, դա բոլորն էլ գիտեն։ Եվ նա էլ է միանում գայլի բանակին։ Արդեն 4-ով գնում են գայլը, արջը, վարազը և նապաստակը։ Գնում, հանդիպում են աղվեսին։ Գայլը նրան էլ է դիմում. «Քավոր, արի մեզ հետ կռվի, գնում ենք շան վրա կռիվ, դու էլ նրա հետ հաշիվներ ունես մաքրելու»։ «Հա, ունեմ, և գալիս եմ», ասում է աղվեսը։ Նրանք գալիս են մարտի դաշտ և սպասում, թե երբ շունը իր զորքի հետ կգա։ Գայլի զինվորները կանգնում են կողք կողքի։ Գայլն անհամբեր սպասում է, թե երբ պիտի կռիվը սկսվի։ Իսկ շունը չկա ու չկա։ Շունն իր համար հանգիստ ապրում է, մեկ էլ հանկարծ լսում է, որ գայլը կռվի է գալիս իր վրա։ Տխրում է շունը, չի ուզում կռիվ անել հին բարեկամի հետ, բայց ինչ անի, եթե գայլն է դա ուզում։ Շունը շրջում է բակում և մտածում, թե ինչ զորք հավաքի։ «Ինչ է պատահել քեզ», հարցնում է նրան աքաղաղը։ «Գլուխդ կախման ես գալիս, տխուր տրտում»։ «Ախր ինչ ուրախանալու բան ունեմ», պատասխանում է շունը։ «Գայլը զորքը հավաքած կռվի է գալիս ինձ վրա, իսկ ես ում հետ նրա դեմ դուրս գամ»։ «Հա, ինձ տար հետդ», ասում է աքաղաղը։ «Լավ, արի»։ Գնում, հանդիպում են կատվին։ «Միաու, ուր եք գնում»։ «Գայլի դեմ կռվելու»։ «Ինձ էլ հետներդ տարեք», խնդրում է կատուն։ «Դե որ ուզում ես, դու էլ արի»։ Եվ երեքով գնում են գայլի զորքի դեմ։ Իսկ գայլի զորքն այդ ժամանակ պահ էր մտել։ Գազանները որոշել էին հանկարծակի հարվածել շան զորքի վրա և ոչնչացնել նրան։ Գայլը մտնում է ցախի կույտի մեջ, բայց պոչը մնում է դրսում տնկված։ Իսկ գայլը սովորություն ուներ պոչը շարժելու։ Մոտենում է շունը։ Նրա հետ կատուն և աքաղաղը։ Կատուն տեսնում է, որ ցախերի միջից մի բան է շարժվում։ «Մուկ է», մտածում է նա և հարձակվում գայլի պոչի վրա։ Գայլը լեղապատառ փախչում է, իսկ կատուն էլ վախից թռչում է ծառի վրա, հակառակի պես ուղիղ այնտեղ թաքնված արջի վրա։ Արջը վախից այնպես է դրմփում ծառից ցած, որ շունչը տեղում փչում է։ Գայլի զինվորները տեսնում են, որ իրենց զորավարը անշունչ անկենդան փռվել է գետնին։ Դա որ տեսնում են, իրենք էլ են փախչում։ Այսպիսով շունն իր բարեկամների հետ միասին հաղթում է գայլի ամբողջ զորքին։